Հայ առաքելական եւ ռուս ուղղափառ եկեղեցիների միջեկեղեցական, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնություն միջպետական հարաբերությունների տեսանկյունից ահռելի նշանակություն կունենա ամենայն հայոց կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II-ի հրավերով Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինի Հայաստան կատարած այցը։ Այցի առիթով Էջմիածին էր ժամանել նաև համայն Ռուսիո հոգևոր կենտրոն Սերգեյ Պոսադի քաղաքապետ Նիկոլայ Մասլովի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում էին նաև գործարարներ։ Այցի առաջին օրը պատվիրակության նավանդական աղուհացով դիմավորեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։ Սա երկու ժողովուրդների բարեկամության ու համերաշխության պատմական եւս մեկ փաստ է։ Ողջունելով հյուրերին շեշտեց քաղաքապետը։ Հանդիպման ընթացքում քաղաքապետերը խոսեցին երկու քաղաքների ընդհանուր կարգավիճակի մեկ միասնական հավատի շուրջ, որը կոչվում է սիրո, բարեկամության եւ խաղաղության։ Духовная база послужит единению наших народов, нашей дружбе. Это самое главное. Люди доброй воли, это христиане, они должны объединяться. Мы должны принести пользу не только нашим народам, но и другим, показать, как можно жить в мире. Հանդիպումից հետո Էջմիածնի քաղաքապետի ուղեկցությամբ հյուրերը ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմի հաղթանակի հուշակոթողին, այցելեցին պատմազգագրական թանգարան, եղան ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի Փարքի սրահում։ Օրվա երկրորդ կեսին Մայրաթոր Սուրբ Էջմիածին ժամանեց համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը։ Բարիգալստյան արարողությունից հետո վեհարանում երկու եկեղեցների պետերի ներկայությամբ ու բարձր օրհնությամբ Էջմիածնի եւ Սերգեյ Պոսադի քաղաքապետերը ստորագրեցին բարեկամության եւ համագործակցության հռչակագիր։ Ստորագրված փաստաթուղթը լրացուցիչ ազդակ է երկու պետությունների եւ ժողովուրդների պատմության մեջ քննություն բռնած մեծ բարեկամությանը։ Որպես Էջմիածնի քաղաքապետ համոզված եմ, որ Սերգեյ Պոսադի քաղաքային իշխանությունների հետ մեր փոխշահավետ համագործակցությամբ կնպաստենք երկու քաղաքների բարեկամության հետագա զարգացմանը։ Հռչակագրի ստորագրումով երկու քաղաքների հարաբերությունները մտան խոսքից գործի անցնելու փուլ, որը նախատեսում է փոխադարձ համագործակցության բազմաթիվ ծրագրեր ու մտահղացումներ։ Что мы теперь сможем сделать вместе? Хотелось бы, чтобы, еще раз говорю, укрепились наши связи и на уровне образования, на уровне культуры, на уровне бизнесменов, чтобы мы могли друг другу помогать, общее производство делать. Այս ընթացքում Սերգեյ Պոսադի քաղաքային իշխանության պատվիրակությունը հանդիպես նաև Էջմիածնում ռուս համայնքին։ Քաղաքապետ Նիկոլայ Մասլովը ջերմորեն ողջունեց եւ սրբապատկեր նվիրեց քաղաքի ռուսալեզու հատվածին։ Միջոցառումը շարունակվեց Ռոսիա հասարակական կազմակերպության նախաձեռնած համերգային ծրագրով։